Ղուկասու 15-րդ գլխուն մեջ կան 3 արագներ։ Առաջին ուրեմն գործված ոչխարի արագը, երկրորդը գործված թրամի արագը եւ երրորդը որ մեկն է երրորդը անարագ որդի արագը։ Ուսեմ ասիկա հաջորդ գիրագի հավանաբար։ Ուրեմն առաջին արագին մեջ մենք գտեսնենք թե դերը գխոսի եւ գարաշնորթի այս արագ անցյալ գիրագի տեսակասիգա եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքը այս բարի օվիվն է, որ կփնտրե գործված ոչխարը։ Այսօր մենք կհասկանանք թե իբր եկեղեցի շատ մեծ պատասխանատվություն ունենք։ Այս երկրորդ արագին մեջ այս գինը ինչ կնի գործընծուց իր թրամը, արժեքավոր թրամը եւ լույս գվարե, ջրակ գվարե։ Եվ ես կուզեմ պատմեն մի փոքր պատմություն, դերևս լսեցիք այս պատմությունը, որտեղ Ֆրանսիայի մեջ շատ մարդիկ գիտեն։ Մի մարդ գործընծուց իր արժեքավոր ոսկե ժամացույցը, իրիգունն է, մութ է, եւ փողոցին մեջ կփնտրե, եւ այս մարդը կփնտրե իր ժամացույցը, մարդիկ անցնին եւ կարծենեն ինչ կնեք։ Ես գսե գործընծուցի իմ ժամացույցը եւ կփնտրեմ, մարդիկ գսեն օգնենք ցեզ։ Եվ հիմա մի քանի մարդիկ կփորձեն գտնել այս տանգարժեք ժամացույցը։ Ժամանակը գանցնի, չեն գտնել ոչ մի բան, ուրեմն մարդիկ արցնեն այս մարդուն, բայց վստահ որ հոս գործընծուցիկ ծեր ժամացույցը, մարդ կսե ոչ, ոս չգործընծուցի, եւ սա գարցնեն, բայց ուր գործընծուցիկ, կսե թիմացինի մայթը, բայց ինչու չեք փնտրել մյուս կողմը, կսե որովհետեւ հոն լույս չկա։ Սիրելիներ, լույսը շատ կարևոր է։ Շատ կարևոր է եւ Հովհաննես 8 ավետարանին մեջ 8-10 համարին մեջ գրված է. Ես եմ աշխարհի լույսը, նա որ ինձ կհետևի խավարի մեջ չի պիտի քայլի, այլ կյանքի լույսը պիտի ունենա։ Սիրելիներ, այո, մեր լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինքն է այս աշխարհի լույսը։ Բայց նաև գրված է, որ մենք ալ աշխարհի լույսն ենք, հետաքրքրական է։ Աստծո խոսքը մեկ կողմեն թե Հիսուսն է աշխարհի լույսը, եւ Աստծո խոսքը հայտարարել է, որ հավատացյալներ են այս աշխարհի լույսը։ Մենք չմոռանանք նաև ինչ որ կգարտանք 119-րդ Սաղմոսին մեջ 105-րդ համարը քու խոսքը ջրակ է իմ ոտքերին ու լույս շավիղներիս։ Սիրելիներ, առանց լույսի ոչ միայն կյանքը դժվար է, բայց առանց լույսի կյանքը անհնար է։ Չեն գնար ապրել առանց լույսի։ Եվ երբ կսենք լույսը ամեն տեսակ լույսերը, նյութական լույսերը, հոգևոր լույսերը, փարոյական լույսերը, եւ այս գինը ինչ կնի, գսկսի մակրությունն է իր շուրջ, այսինքն մակրակորձության աշխարհանքին մեջ կմտնի։ Գենտատրենք թե այս հին դուներուն մեջ կեդինը շատ անգամ փոշոտ կեդիններ էին, եւ այս գինը գփորձի փնդրել իր տանգարժեք տրամը այս փոշին մեջ։ Եթե մենք հոգևոր տեսանկյունով փորձենք մոդենալ, գնանք ասել սիրելիներ, որ մարդու կյանքը այս փոշին մեջ կգտնվի եւ նաեւ մենք կգտնվենք շատ անգամ
այսպես հոգևոր կյանքի մտածած իրավիճակին մեջ։ Եթե ես իբր մարդ գսպաղվի միայն նյութական կամ նաև մարմնավոր հարցերով, գտնամ շատ ժամանակ դրամատրել, բայց վերջավորությունը, արդյունքը ինչ կլա։ Մենք եթե միայն գսպաղվենք այս զուտ նյութական մարմնավոր հարցերով, հոգևոր տեսանկյունով մենք կրնանք հայտարարել, որ մենք մեռած ենք, հոգևորապես մեռած ենք։ Դերևս մենք կամ մեր շուրջի ծանոթ մարդիկ շատ անգամ կգտնվին այս հոգևոր մավան մեջ, բայց շատերը չեն գիտեր, որովհետև այս աստվածաշնչյան լույսը չունին։ Ինչու չունին, որովհետև թերևս երբեք չեն լսած, չունին, որովհետև երբեմն շատ լսեցին։ Չեմ գիտեր ինչ է ձեր անձնական փորձառությունը։ Եթե դուք ծնած եք եւ ապրած եք հոգևոր քրիստոնյա ընտանիքին մեջ, ըլլադան մեջ, հետո անընդհատ եկեղեցի գիրագնորյա դպրոց եւ սա եւ նա անընդհատ հոգևոր ժողովներուն մեջ, փորձը ցույց կտա մեզի, որ շատերը շատ անգամ գհերանան, որով հոգևոր կյանք են, որովհետև գրնալա, որ ծնողներուն կողմի, կամ երբեմն եկեղեցի կողմի, այնքան մեծ ճնշում գտնենք երեխաներուն, բադանիներուն վրա, որ շատ անգամ գհերանան։ Ասիկա չի նշանակի, եթե մենք չի պիտի հոգևոր տեսանկյունով, քրիստոնեական տեսանկյունով չթասճարակեր մեր զավակները, բայց ամեն ինչի մեջ չափը կա, հավասարակշություն կա, եւ պամս եմ ցես, իբր ծնող, հանգիստ ցկենք մեր զավակները, դուք բիդեսեք, ինչպես, այսինքն իրենք ամեն ինչ պիտի որոշեն, առանց լույս ունենալով, սիրելիներ չափերուն մեջ մենք թասճարակենք մեր զավակները, հոգևոր քրիստոնեական տեսանկյունով, բայց իբր օրինակ, առանց խոսելու, մենք ըլլանք ուղղություն մեր զավակներուն համար։ Երբ գսենք, թե լույսը շատ կարևոր է, մենք հասկանանք սիրելիներ, որ այս գինը, որ կփորձի գտնել իր գործված տրամը, կփորձի փոշիները հավաքել եւ իրականության մեջ, եթե իմ կյանքս միայն իմ մասին է, իմ մասին գետրոնացված է, առանց աչքերը փանալու եւ լուսավոր ուղղություններ ունենալով, մենք չենք գնալ եւ հաջող անձնական կյանք ունենալ եւ օգնել մյուսները, որպեսզի հաջող կյանք ունենան։ Այս իրավիճակին մեջ բարեբախտաբար մենք ունենք Աստվածը, որ անդարբեր չէ, եւ Աստված պատրաստ է ամեն ինչ շտկելու, նորոգելու։ Բայց մյուս կողմեն կա մի հանգամանք, մեղքը ամեն ինչ կփճացնի, բայց Աստված կհամբերի, հարցում, ամեն մարդ թող պատասխանի իր համար, ես, դուք, համբերադար, համբերող մարդիկ են, կամ երբ համբադայի ամիջապես պետք է բայթինք, ամիջապես պետք է Փարմեսենք, նախատասությունը վիրավորենք թիմացինին, բարձրացնելով մի պատասխանեք անշուշտ, եւ ես ալ կփորձեմ իմ մտածել, ինչ տեսակ մարդիկ ենք, գամբերենք, գամ շուտով կփարգանանք, եւ հետո երրորդ համաշխարհային պատերազմը կսկսի։ Աստված կհամբերի սիրելիներ, ասիկա այս հարավոդյան շատ մեծ բարի լուր մնի։ Գամբերի, որովհետև գա
փարիլուրը։ Եվ այս փարիլուրը հետևյալն է. Աստված սքանչելի Աստված մնի եւ Աստված գուզե օգնել մեզ, որբեսի բոլոր դժվարություններուն մեջ, հարցերուն մեջ ուշ կամ գանուղ լուծումներ գտնենք։ Աստված պատրաստ է միշտ շնորհել, նվիրել նոր կյանքը։ Նույնիսկ երբ մենք ինգած ենք, գնալ որ ինգածը լանք նյութաբես, փարոյաբես, գնալ որ հոգևոր դեսանգնով մենք հերացած ենք Աստծո խոսքեն, կամ ինչ որ երիտասարդ ժամանակ գաբրեինք Աստծո հետ, կարծես թե այսօր այնքան հերու է այս հոգևոր կյանքը, բայց Աստված միշտ պատրաստ է ցերկ վերցնել, երկրծնել եւ հravirեր ինձ։ Աստված բարի է, Աստված բարի է, որովհետեւ մեր հայրն է, մեր հոգևոր հայրն է, եւ միշտ պատրաստ է, որ մենք նորեն եւ նորեն սկսենք եւ շարունակենք։ Բայց վերադառնանք մեր պատմության։ Ինչ կնե այս գինը։ Ասենք գմակրի իր դանը կերինը եւ մենք գասկնանք թե Աստված գհայտնի բոլոր իրավիճակները մեր կյանքին մեջ։ Երբ գույր էի հոգևորաբես, Աստված գոգնի, որբեսի ես նորեն տեսնեմ։ Բայց ինչու Աստված գուզենա, որ մենք առողջ լանք եւ ֆիզիկաբես եւ հոգևորաբես։ Ինչու Աստված գուզե, որ մենք հոգևորաբես տեսնենք։ Մեկ պատասխան կա, գնանք դարբեր պատասխաններ տալ, բայց քոնե մեկ հատ մարնենք, որովհետև Աստված սիրո Աստված մնի։ Գիտեք մենք ինչպես կսիրենք մեր զավակները, երբեմն մեր զավակները այնքան բարի չեն, կան որ ավելի չարաճճի են, քան թե ուրիշներուն, բայց նորեն իմ զավակն է, քո զավակն է, որքան որ քո զավակը քեզ կնեղացնի, Ոյևի ժամանակ, որ ծեր զավակը գարիք ունի ծեր սիրո, ծեր առաջնորդությամբ իբր ծնողը, եթե այսինքն ընդունելի, պիտի ասե նորմալ ծնողներ, չգիտեմ աննորմալ ծնող ինչ է, բայց եթե սովորական ծնողը լանք, մենք պիտի շարունակենք սիրելով մեր զավակը, օգտակարելա։ Եվ Աստված այնքան մեզ գսիրե, գսյացու խոսքը, որ նվիրեց իր միածինը, որբեսի մենք չգորջինք, հաբա հավիտենական կյանք ունենանք։ Եվ այս սիրո հետևանքը Աստծո կողմէ այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչին վրա գադարեց ամենասքանչելի։ Ընդունեց մեր մեղքը գրել եւ նաեւ ընդունեց ոչ միայն խաչի անեսկը ծևովը, բայց գիտեր, որ հաջորդ քայլը պիտի լար նաև հարությունը եւ նաև հավիտենական կյանքը։ Այո, Աստված մեզ գփնդրե, Աստված քեզ գփնդրե։ Երբ դարիք գարնենք, երբեմն մեր տուն գմնանք եւ կարծես եւոյ մարդ չի դա կրկրվի մեր կյանքին, հարևանները, բարեկամները, ասկականները եւ շատ քիչ անգամ մարդիկ հերացայնեն մեզ, կարծես թե մենք գործված մարդիկ են, ֆիզիկապես գոյություն ունենք, բայց կորզնական տեսանկյունով ոյևէ մարդ չի դա կրկրվի մեզի։ Բացի մեր զավակները, եթե կսպասեն, որ ժառանգություն ունենան մեր կողմէ։ Սիրելիներ, Աստված կսպասի, որ մենք դարձիքանք, ապաշխարենք, վերստին ծնունդ ունենանք։ Եվ եթե սա եղել է իմ կյանքիս մեջ, Աստված կգնգալի, որ քայլ առ քայլ մեծանամ, ամրանա իմ հավատքը։ Եթե Աստված պատրաստ է ամեն ինչ ունելու զիս փնտրելու համար, ինչ պիտի լա իմ պատասխանը։ Եթե
արդյոք պատասխանեցի այս հարցումին, եթե Քրիստոս գա իմ կյանքիս մեջ, թերևս այսօր ժամանակն է նորոգելու այս գաբը, այս սերը, այս հարաբերությունը Աստծո հետ։ Եվ եթե մինչև այսօր ես չունեցա այս վերադարձը, այս նոր կյանքը, այս ապաշխարությունը, այս վերստին ծնունդը Աստծո հետ, ինչ կլա, եթե այս առավոտյան դու որոշես քո սրտիդ մեջ առաջին անգամը լալով ընդունել Հիսուս Քրիստոսի քո փրկիչ եւ Տերը։ Եվ եթե գնես այս ներքին աղոթքը հիմա, ես կկաչալերեմ, որբեսի բաշտամունքեն հետո գմոդենաս եկեղեցի հովիվի մոտ եւ գիսես ինչ որ սկացիր հիմա։ Երբ այս գինը գտնի իր արժեքավոր տրամը, մեկ բան գնի։ Գիշեք ինչ գնի։ Գանչե իր ծանոթներ, բարեկամներ, թրացիներ, արևաններ։ Ինչու։ Այնքան ուրախ է, որ չի գտնար իր ուրախությունը բայել իր համար։ Գանչի բոլորին, գուզեգիսեր իր ուրախությունը, բայց նաև հարցումը։ Մարդու կյանքին մեջ երկու տեսակ իրավիճակներ կան, ուրախություններ եւ նաև դժվարություններ կամ դժբախտություններ։ Շատ ուրիշ անշուշտ իրավիճակներ, բայց գոնե այս երկուքը առնենք։ Նկատեցինք, որ երբ մեկը սուքին մեջ է, կամ փորձանքին մեջ է, կամ շատ դխուր իրավիճակին մեջ է, մարդարարածը ավելի թիքում ունի մոդենալու, գիսելու թիմացինին դժբախտությունը կամ ցավը։ Հակառակը, երբ մեկը ուրախության մեջ է, հաջողություններ կան, հիմա օրինակ դպրոցներ, համալսարաններ վերջացուցին կամ կվերջացնեն իրենց ընթացքը, եթե ձեր հարևանի դղան կամ աղջիկը փայլուն կարմիր դիպլոմով եւ մեկ կզարմանանք, որ դժվարություն ունենք գիսելու թիմացինի ուրախությունը, կասենք ինչու ինքը, ինչու ոչ ես։ Հիմա երբ թիմացինը դժբախտության մեջ է, դու գսես ինչու ինքը ոչ ես։ Հիմա թիմացինը ուրախության մեջ է, հաջողություն գա շատ լավ իրավիճակը։ Սորվինք սիրելիներ ուրախանալ այն մարդկանց որ ուրախության մեջ է։ Եվ նայեցեք այս դիգինը գուզե որ իր բոլոր ծանոթները գիսեն իր ուրախությունը։ Ինչու։ Որովհետև երջանիկ է։ Եվ սիրելիներ, երբ մենք երջանիկ ենք, չեն գնար բայել այս երջանկությունը մեզ համար։ Այս երջանկությունը կգնա դարբեր բնություններ գրել։ Բայց եթե խոսենք հոգևոր հաջողության մասին, ոչ հոգևոր հբարդության մասին, դարբերությունը գնենք վստահ եմ։ Ուրեմն սիրելիներ, երբ կան հոգևոր հաջողություններ, ինչու պիտի բայենք միան մեզ համար։ Առանց քորոզ լալով մենք կգնանք խոսիլ, գիսել, կամ հակառակ լսել թիմացինին։ Եվ մենք ունենք մեծ տասմը, մանավանդ 10-րդ համարին մեջ, որ գուզեմ նորեն գարտալ ցեզի հետ։ Ցեզի գսեմ, ուրախություն գլա Աստծո հրեշտակներուն առջև մեկ մեղավորի համար, որ գաբաշխարի։ Մենք խոսենք արժեքավոր տրամի մասին։ Անցարգիրագի խոսեցակ գորած ոչխարի մասին, ճիշտ է։
Հավանաբար հաջորդ շաբաթ պետք է խոսենք երրորդ արագը անարագ որդի մասին, նորեն գործված մեկը։ Սիրելիներ, եթե իբր մարդ մենք ուրախանանք, երբ հաջողությունները կան, բժշկությունները կան, կամ նոր լավ իրավիճակները, գրված է, որ երբ մեղավորը կդառնա Աստծո, կվերադառնա Աստծո, երկնքին մեջ ով կուրախանան հրեշտակները։ Ինչ կնեն հրեշտակները ամեն օր։ Կպարապանեն Աստծո, ճիշտ է։ Գիշեմ, երբ աստվածաբանական ուսանող էի, այսինքն քանի տարի առաջ, ունեի ընկերը, որ Աֆրիկայեն գուքար, եւ երբ գխոսեինք հավիտենական կյանքի մասին, երկնքի մասին, եւ գխոսեինք շլավ վիդեոլա, պիտի պարապանենք Աստված ամեն օր եւ պիտի երգենք, ինքը դխուր գսեր, սա է հավիտենական կյանքը, ես երգեր շատ չեմ սիրեր գսեր, եթե հոն անընդհատ պիտի երգենք, այս է հավիտենական կյանքը, սիրներ, չեմ գիտեր ինչպես վիդեոլա, քանի որ արի չունեցա երթալ եւ վերադառնալ։ Բայց բոլորս գիտենք, թե մեր սիրո Աստվածը, մեր քթած Աստվածը, այն Աստվածը, որ ողորմած Աստված է, այն Աստված, որ ամեն ինչ պատրաստ է քեզ համար, ինձ համար, այս աշխարհի համար, դեպի մենք անհնազանդ ենք, հագարակ ենք, ինչ տարօրինակ աշխարհին մեջ գաբրինք եւ Աստված նորեն կհամբերե, այս Աստվածը շատ լավ բաներ պատրաստել է մեզ համար։ Հասիկա նման է այն փոքրիկներուն, որ կսպասեն շողիկ ջամբար երթալ, կամ կսպասեն բագային ջամբարներուն մասնակցել, գիտե թե հոն ինչ լավ ժամանակ պիտի լավ ջաշեր, լավ ընկերներ, լավ խաղեր, լավ հոգևոր պատմություններ եւ անամպեր կսպասեն Երանի այս ջամբարան փորձ դարի դևեր 12 ամիս։ Մենք ալ սիրելիներ հասկանանք, թե ինչքան լավ է, ինչ որ Աստված պատրաստել է մեզ համար։ Հավիտենականություն, լույսին մեջ, չկա լաց, չկա դժվարություն, չկա հիվանդություն, եւ բոլորս կգրենք մեր դժվարությունները այս աշխարհին մեջ, կան ավելի քիչ, կան ավելի շատ, բայց բոլորս ունենք։ Մենք ունենք Աստված, որ լավ դերմը պատրաստած է մեզ համար։ Եվ եթե ուրախություն կա աշխարհին մեջ, երկինքին մեջ, երբ մեկ մեղավոր գտարնա Աստծո, մենք կնանք հասկանալ Աստծո սիրո ծրագիրը այս աշխարհի համար, մարգության համար, քեզ համար եւ ինձ համար։ Եվ գուզենք վերջացնել Աստված գուզե մեզ գտնել։ Այսինքն Աստված մեզ կփնտրե։ Եթե Աստված կդած է մեզ, եթե ես ընդունած եմ իր սերը, իր ողորմությունը, երանի մեզ, եւ եթե Տեր Աստված կփորձի գտնել ինձ, բայց ես խորամանկ եմ, ջարբիկ եմ, անընդհատ երբ գսկամ, թե գրնալ որ Աստված մոտենա ինձ, ես կփորձեմ հերանալ, շատ չհերանաս շատ, որովհետև Աստված համբերող է, բայց նաև Աստված սահման գտնի իր համբերության։ Այս արագը գոգնի մեզ, որովհետեւ մենք հասկանանք, թե ինչ կա Աստծո սրտին մեջ։ Մենք մեղավոր ենք, ասենք, բայց Աստված սիրո Աստված մնե գուզե փոխել իմ կյանքը։ Միայն Աստված գրնար պատմել այն քեղեցիկ արագը, որ գարտացինք այսօր։ Միայն Աստված գրնար պատմել այս պատմությունը։
Եթե մենք Աստուծո դեղը լայինք, փոխանակ փնտրելու մեղավորին, գտնելու, նոր կյանք շնորհելու, գիտեք ինչ պիտի ունենք դուք եւ ես իբր մարդ, եթե մենք Աստծո դեղը լայինք, գրնա լալ, քիչմը խիստ խոսք պիտի ասեմ, բայց ասեմ, գրնա լալ, որ մենք բոլոր մարդիկ թժողք գղրգեինք։ Հա, մարդ արարած այսպես է, իր համար լավ բան գուզե, ուրիշներուն համար կամ ալի լավ ասենք, թժող չղրգենք, բայց այնքան դարբեր ենք, որ արդյունքը նույն գլա։ Շատ անգամ մենք կգարձենք, թե մարդկանց ավելի վեր ենք, բարձր ենք, ինչու, որովհետև մարդ արարածը հբարդ է։ Չեմ գիտեր, եթե դուք հբարդ եք կամ ոչ, ձեր շրջապատի պետք է հարցնեմ։ Դուք չեք գիտեր, թե որքան ես հբարդ մարդ եմ, իմ ընտանիքի անդամներուն արծուցեք։ Բայց Աստծո սիրտը այսպես չի։ Աստված գթություն ունի մեր անտեպ եւ մենք սորվենք այս աստվածային սերը ավելի ընդունել մեր կյանքին մեջ եւ առաջնորդվիր այս սիրով։ Աստված օրհնի իր խոսքը։